Ներկայացնում եմ Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիան վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը լայն հնարավորություններ է ընձեռում անդրադառնալ մշակութային ժառանգության ևս մի կարևոր շերտի, որն է ստորջրյա մշակութային ժառանգությանը եւ մաս կազմելով համապատասխան միջազգային հարթակին, նաեւ արդյունավետ գործիքակազմ ներդնել մշակութային ժառանգության այս կարևոր բաղադրիչի շուրջ աշխատանքի ուղղությամբ եւ հատկապես պիտի կարևորեմ կարողությունների զարգացման հնարավորությունները, որովհետեւ իրականում խոսում ենք մշակութային մի շերտի մասին, որը պահանջում է թե հատուկ գործիքակազմ, թե հատուկ կարողություններ եւ կարծում եմ, որ այս իմաստով միջազգային համագործակցությունը ուղղակի այլընտրանք չունի։ Խնդրո առարկա կոնվենցիան ընդունվել է 2001 թվականին, ուժի մեջ է մտել 2009 թվականին եւ այս պահին արդեն ակնհայտ է, որ այդ կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար, քանի որ կոնվենցիայի նպատակն է ապահովել եւ ամրապնդել ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանությունը միջազգային համագործակցության, գիտական հետազոտությունների, տեղեկատվության փոխանակման, կրթության եւ մասնագիտական կարողությունների զարգացման միջոցով։ Կոնվենցիայի համաձայն ստորջրյա մշակութային ժառանգություն են համարվում մարդկային գոյության մշակութային, պատմական կամ հնագիտական բնույթի բոլոր այն հետքերը, որոնք առնվազն 100 տարի շարունակ կամ մասամբ կամ ամբողջությամբ պարբերաբար կամ մշտապես գտնվել են ջրի տակ։ Դրանք կարող են ներառել հնագիտական հուշարձաններ, կառույցներ, շինություններ, բնակավայրերի մնացորդներ, նավեր, նավաբեկություններ, օդանավեր, դրանց մասեր, պատմական առարկաներ, ինչպես նաև մարդկային գործունեության այլ նյութական վկայություններ։ Կոնվենցիան սահմանում է, որ մասնակից պետությունները անհատապես կամ համատեղ ըստ անհրաժեշտության ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության համար, կիրառելով այդ նպատակով առկա լավագույն գործնական միջոցները եւ միջազգային մասնագիտական չափանիշները։ Հայաստանի Հանրապետության համար, ինչպես արդեն նշեցի, կոնվենցիային միանալը կարևոր նշանակություն ունի ինչպես մշակութային ժառանգության պահպանության, այնպես էլ միջազգային համագործակցության տեսանկյունից եւ ոլորտի փորձագետների գնահատմամբ Սևանա լճում եւ Հայաստանի Հանրապետության մի շարք այլ ջրային ավազաններում առկա են կոնվենցիայով պաշտպանության ենթակա մշակութային շերտեր, որոնց ուսումնասիրության եւ իրավական կարգավորման հետ կապված հարցերը պահանջում են նաեւ համապատասխան միջազգային չափանիշների կիրառում։ Պետք է ասեմ, որ ինչպես որ ընթացակարգով նախատեսված է, շրջանառված է այս փաթեթը եւ մենք ունենք նաեւ Սահմանադրական դատարանի 2026 թվականի մայիսի 26-ի որոշումը առ այն, որ կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են սահմանադրությանը։ Պետք է նշեմ, որ ինչպես արտաքին գործերի նախարարության գործընկերներն են նշել, կոնվենցիային միանալը կարող է դրական ազդեցություն ունենալ նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային եւ բնական ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեում Հայաստանի Հանրապետության տեխնոլոգիական առաջմղման գործընթացների տեսանկյունից, ինչը նշանակում է, որ նաեւ մի շարք այլ դրական ազդեցություններ կարող է ունենալ այս կոնվենցիայի վավերացումը մեր երկրի համար, ուստի առաջարկում եմ կողմ քվեարկել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ լռություն պահպանել եւ չխանգարել զեկուցողին։ Ձեր ձայնը ավելի բարձր է լսվում, քան զեկուցողի ձայնը։ Խնդրում եմ լռություն պահպանել։ Եվ ինձ չստիպել, որ անվանական սկսեմ բարձրաձայնել, թե ովքեր են, որ չեն պահպանում լռություն դահլիճում։ Հարցերի համար հերթագրում։ Արթուր Խաչատրյան։ Տիկին Անդրեասյան, հարցս մշակութային ժառանգությանն է վերաբերվում, բայց ոչ պարտադիր ստորջրյա ժառանգությանը։ Ինձ հետաքրքիր է մշակութային ժառանգության եւ երկրի սահմանների փոխհարաբերությունների ձեր պատկերացումները։ Այսինքն արդյոք մշակութային ժառանգությունը ազգային եւ կրոնական սահմանափակվում է երկրի պետական սահմաններով։ Շնորհակալություն։
Պարոն Խաչատրյան, ես կարծում եմ, որ խոսքը այստեղ ոչ թե պատկերացումների մասին է, այլ օրենսդրությամբ եւ դրանով հստակ սահմանված կարգավորումների եւ Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության իմաստով օրենսդրությամբ շատ հստակ է։ Մենք ինչի մասին ենք խոսում եւ մեր նախարարությունը ակտիվ քայլեր է վարում այդ մշակութային ժառանգությունը պահպանելու, հանրահռչակելու եւ ներկայացնելու ուղղությամբ։ Մասնավորապես ձեզ պետք է հիշեցնեմ օրինակ հուշարձանների վերականգնման ուղղությամբ մեր քայլերը, անգամներով աճել է հուշարձանների վերականգնման ուղղությամբ պետական բյուջեն։ Նախորդ տարի մենք մի քանի տասնյակ հուշարձանների շուրջ աշխատանք ենք արել եւ եթե դուք ուզում եք պատկերացումը հասկանալ, այդ պատկերացման լավագույն վկայությունը այդ վերականգնված հուշարձաններն են, պետության խնամքն ու հոգացությունն է մեր մշակութային արժեքներին եւ ժառանգությանը։ Մյուս կողմից էլ պետք է ձեզ հիշեցնեմ, որ մենք ակտիվ քաղաքականություն ենք վարում, օրինակ մեր ձեռագրերը միջազգային աճուրդներից գնելու, Հայաստան վերադարձնելու, բոլորովին վերջերս նաև միջնադարյան եկեղեցու փայտյա դռան փեղ կգնվեց, վերադարձվեց պատմության թանգարանին եւ այդ հարթակներից մեր մշակութային արժեքներ Հայաստան վերադարձը նույնպես մեր օրակարգում է։ Շնորհակալություն։ Համեցեք արձագանք։ Տիկին Անդրեասյան, հարցս այլ բաներ վերաբերում եւ շատ լավ հասկացաք ինչի մասն է խոսում։ Ավելի պարզ բացատրեմ։ Արդյոք Հայաստանի Հանրապետության կառավարությունը, մշակույթի նախարարությունը պատասխանատու չի համարում իրեն Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական մշակութային կրոնական ժառանգության հուշարձանների պահպանության համար։ Պարոն Խաչատրյան, մշակույթի ոլորտի լիազոր մարմինը եւ մեր պետության պետական մարմինները ունեն լիազորությունների հստակ շրջանակ, որը ամրագրված է սահմանադրությամբ եւ օրենքներով։ Դուք ինձ տալիս եք մի հարց, որի պատասխանը դուք ինձնից լավ գիտեք։ Եվ ես կարծում եմ, այդ հարցը տալու իմաստ չկա։ Մեր պետությունը տեր է մեր մշակույթին եւ դա ակնհայտ է մեր յուրաքանչյուր օրվա աշխատանքում։ Շնորհակալություն։